Մի հետաքրքիր փաստ ասեմ, ԱԲ սերունդում արձակողներ չկան։ Ավարտական քննություններից անմիջապես հետո, հուլիսին, ԱԲ սերունդցիներից մի խումբ մասնակցել էր AI գործակալների ստեղծման 1 ամսյա ինտենսիվ դասընթացին։ Հետո օգոստոսին մեր Վանաձորի 4 դասընկերները Արամը, Վահեն, Սերյոժան ու Դավիթը մեկնել էին Չինաստան, առաջին անգամ ներկայացնելով Հայաստանը AI-ի միջազգային օլիմպիադայում։ Գիտեք ինչով են նման Հայաստանն ու Չինաստանը։ Երկուսն էլ առաջի երկրներից են, որ ներդնում են AI կրթությունը դպրոցական մակարդակը եւ ոչ թե որպես լրացուցիչ խմբակ, այլ դպրոցական առարկա։ Դե ես էլ եզրափակեմ ամռան մեր հագեցած օրերը պատմելով AI ճամբարի մասին, որ ունեցանք օգոստոսի վերջին Հանքավանում։ Ավագ դպրոցականների համար սա արհեստական բանականության եւ տեխնոլոգիական մասնագիտությունների շուրջ առաջին ճամբարն էր Հայաստանում։ Գիտես, ինձ հատկապես հետաքրքիր էին speed networking-ները, երբ որ կարճ ժամանակահատվածում տարբեր ոլորտների մասնագետների հետ խոսելով նոր ուղղություններ էին բացահայտում։ Հետ նայելով ուզում եմ հիշել, թե որն է ամենահիշարժան օրս ծրագրում, հիշում եմ ոլորտային կազմակերպություններ մեր այցերը, որ ունեցել են CRISP-ում, Grid Dynamics-ում, Data Art-ում, Pixart-ում, Volo-ում, Cognize-ում, Fintech-ում, Plat AI-ում, Yandex-ում, Coca-Cola-ի երջանկության գործարանում եւ շատ այլ կազմակերպություններում շատ բան են սովորեցրել մեզ։ Մենք սկսում ենք AI-ին վերաբերվել որպես միջոց նորը ստեղծելու, տարբեր խնդիրներ լուծելու։ ԱԲ սերունդում դա մեր մոտ արդեն դառնում է մտածելակերպ, կարելի ասել արդեն դարձել է մտածելակերպ։ Եվ երևի թե ամենակարևոր բանը, որ ծրագիրը ինձ տվել է, դա սեփական գիտելիքի ու մրցունակության մեջ հավատն է։ Հասկանում եմ, որ մի քայլ կարծես առաջ եմ, սկսել եմ չվախենալ դժվարություններից, նոր գաղափարներից ու ինչպես Սերգոն նշեց, սկսել եմ մտածել որպես ստեղծող։